Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդի սրճարանի մասով հարուցված քրեական գործը մտավ հակակոռուպցիոն դատարան։ Քաղաքապետարանից կին կա մեղադրյալ, որին պաշտոնից ազատել են։ Ըստ նախաքննական մամլի Արսեն Ամյանը 2009 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, պաշտոնյանական դիրքն օգտագործել է համայնքի շահերին հակառակ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Բացի Ամյանից մեղադրյալի աթոռին է նաեւ կին Գայանե Մեժդումյանը, զբաղեցնելով Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդիսանալով մշտապես տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որոնք Երևան համայնքի համար անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Հայտնել էինք, որ Ամյանը ըստ էության մեղադրվում է այն բանում, որ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Մոսկովյան փողոցում գտնվող Սանտա Ֆե սրճարան-ռեստորանի շենքը Երևան համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ։ Ի դեպ, նշված սրճարանը պատական անձի չի պատկանում, վերջինս պատկանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին։ Եվ ահա վերջինիս որդիների սրճարանի գործով երկու անձ, որոնցից մեկը կին է, հայտնվել են դատարանի առաջ։